մերժելի է որպես քաղաքական որոշում եւ մոտեցում։ Գագաթնաժողովը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ բնական անվտանգային միջոցառումներից բացի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպական հանրույթի ղեկավարները, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մի մասը առաջնորդած ղեկավարությամբ, մյուսը այլ կառավարական ներկայացուցիչները, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնի Հայաստանից եւ այլ ժողովրդից։ Այսինքն, դուք տեսնում եք արդեն, քաղաքում երևում են այդ նախապատրաստական աշխատանքները, Նիկոլը ամեն ինչ անելու է, որ կոպիտ ասած իր քեֆը չհարանվի եւ եվրոպական առաջնորդները չառերեսվեն իրական Հայաստանի, մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի եւ դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետեւ մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամեն ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Երկու սենց կլորակներ են, ինչ-որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրանցնելու են որպես իրենց բրենդ։ Մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիփոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչը իրենց շատ պարզ է. դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկրտումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ, եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ սա իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը